It is the outpouring of the Holy Spirit, resulting in the spiritual renewal of the people of God, resulting in the awakening of the masses to conviction, repentance, and conversion. Fasting prepares us to be disciplined soldiers. And that prepares us for something like revival. Remember, the word says, Jesus said, man shall not live by bread alone, but by every word that proceeds from the mouth of God. Աստծո խոսքում Հիսուս ասեց. Մարդը չի ապրում միայն հացով, այլ ամեն մի խոսքով, որը գալիս է Աստծո բեռնից։ I want to finish off with two sayings. Ես ուզում եմ վերջացնեմ երկու մեջբերումներով։ We must continue in prayer if we are to get an outpouring of the Spirit. Christ says, there are some things we shall not get unless we pray and fast. Yes, prayer and fasting. We must control the flesh and abstain from whatever hinders direct fellowship with God. Մենք պետք է մնանք աղոթքի մեջ։ Եթե ցանկանում ենք ստանալ հոգու հեղում, Քրիստոսն ասում է, որ կան բաներ, որոնք մենք չենք ստանա, եթե չաղոթենք եւ ծոմ չպահենք։ Այո, աղոթենք եւ ծոմ պահենք։ Մենք պետք է վերահսկենք մարմինը եւ զերծ մնանք այն ամենից, ինչը խոչընդոտում է Աստծո հետ անմիջական հաղորդակցությունը։ Another man of God said, I find it good to fast. I do not lay down rules for anyone in this matter, but I know it has been a good thing for me to go without meals and get time to pray. So many say they have no sufficient time to pray. We think nothing of spending an hour or two in taking our meals. Կարծում եմ լավ է ծոմ պահելը։ Ես որևէ մեկին հրահանգ չեմ տալիս այս հարցում, բայց գիտեմ, որ ինձ համար լավ է եղել հրաժարվել կերակուրներից, որպեսզի ժամանակ հատկացնեմ աղոթքին։ Շատերն ասում են, որ բավարար ժամանակ չունեն աղոթելու համար։ Մենք չենք մտածում մեր կերակուրը ուտելու վրա, մեկ կամ երկու ժամ ծախսելու մասին։ We have to make a decision as believers. Մենք պետք է որոշում կայացնենք իբրև հավատացյալներ։ That if we are going to obey God, we must bring fasting in as part of the lifestyle. Որ եթե մենք ուզում ենք Աստծուն հնազանդենք, պետք է ծոմապահությունը վերադարձնենք մեր հոգևոր կյանքին։ So it's important for me to ask you Ու իմ համար կարևոր է ձեր համար ձեզ հարցնել to go to God գնա Աստծո մոտ and ask him how he wants you to fulfill this principle. Ու իրանից խնդրի, թե ինչպես է ինքն է ուզում, որ դու այս սկզբունքը իրականացնես։ And it will differ in seasons. Ու ամեն կյանքի ժամանակներում, եղանակներում սա կարող է տարբեր լինի։ But in the season that you are now, ask him, Lord, how can I implement fasting? Ու հիմա այս պահին, այս եղանակի մեջ որ ես քո կյանքում հարցուր, դե ինչպես ես ուզում ես ծոմապահություն կիրառել։ And start becoming intentional Ու եղիր մտադրված and obedient եւ նաեւ հնազանդ։ to make fasting part of your life. Որպեսզի ծոմապահությունը դարձնես քո կյանքի մի մասը։ It's between you and God. Սա քո եւ Աստծո միջև է։ But I want to encourage the pastors here Բայց ես ուզում եմ հովիվներին քաջալերեմ այստեղ։ to ask God to lead you concerning corporate fasting times in your congregations. Որ Աստծուն խնդրեք հարցնեք ինչպես կարող եք ձեր հավաքական ձեր ժողովրդին ծոմապահության ժամանակների մեջ մտցնել։ Not religiously, as the Holy Spirit guides you. Ոչ թե կրոնավոր ձևով, այլ ինչպես Սուրբ Հոգին է ձեզ ուղղորդում։ Are there any questions? Կան հարցեր։
Who has fasting who can say that fasting is a regular part of your life? Ձեզ մեկ քանիսը կասեն, որ ծոմապահությունը ձեր կյանքի մի մասն է կազմում։ Okay, hold on. But you can see it's not a lot of us. Շատ լավ է, բայց տեսնում եք, որ շատերս չեն։ I don't like teaching this session Ես չեմ սիրում այս դասը անցկացնել, because the two-edged sword of the word cuts back. որովհետև այդ երկսայրի սուրը Աստծո խոսքին ոնց որ կտրի։ And every time it also reminds me that I need to not let this truth go by. I have to implement it. Եվ ամեն անգամ նաև ինձ համար հիշեցում լինի, որ ես այս ճշմարտությունը չեմ կարող բաց թողնել, պետք է սկսեմ ավելի կիրառել։ No questions. Չկան հարցեր։ Thank you. Շնորհակալ եմ։ Ես հասկանում ասենք ծոմապահություն սկսում ես, ասենք 3 օրվա ծոմապահություն, ու այլ երկրորդ օրը զգում ես, որ չես կարողանում։ Հա։ Դուրս ես գալու դրանից, Պատժվելու ես։ Ինչ անել, բանը ոնց աղոթել, որ մարդիկ հաճախ դրա համար չեն ծոմ պահում, որ կեսից դուրս չգան ու ավելի վարի չգան։ She's saying that when you do like a fast, the second day you feel so weak, and you feel so weak that you can't continue to pray. What can you do? This is the reason why many people don't do it, because they feel so bad. Okay, firstly, I didn't say, but it is important if you have some other sickness. Կարևոր է նշեմ, որ եթե ունես հիվանդություն, Maybe you have diabetes. միգուցե շաքարի հիվանդություն ունես, That you do consult with your doctor before fasting որ դու քո բժշկի հետ ոնց որ խորհրդակցես առաջ որ ծոմ պահես, to find out what would be all right for you and not detrimental to you. ու հասկանաս ինչն է քո համար ճիշտ, որ քեզ չվնասի։ But if you are in normal health, fasting will always be good for you. Բայց եթե դու առողջ ես, ծոմապահությունը քեզ անպայման պիտի օգնի։ For me, the biggest thing I have to learn through fasting is how to deal with weakness. Իմ համար ամենադժվար հարցը այդ դկարությունն է, որ Because we don't like being weak, որտեղ չենք սիրում տկարը զգալ, and when we're weak, we feel we can't do anything for God. ու երբ որ տկար ենք, մտածում ենք ոչ մի բան չենք կարող անել Աստծո համար, But the Bible really says the opposite, that when we are weak, He is strong. բայց Աստծո խոսքը ճիշտ հակառակն է ասում, երբ մենք տկար ենք, ինքը ուժեղ է։ So fasting teaches me to be all right with being weak because I'm trusting God will be strong. Ուրեմն ծոմապահությունը ինձ սովորեցնում է ընդունել այդ տկարությունը, որովհետև դրանով Աստված ավելի զորանում է։ Now I feel too weak to pray. Հիմա ես շատ թույլ եմ, չեմ կարող աղոթել։ You have to wrestle with that. Դու պիտի պայքարես դրա հետ։ You have to get to the place and say, even though I am weak, Lord, I'm going to give my best. Ու դու պետք է հասնես այդ տեղը, որ ասես նույնիսկ որ ես այսպես ինձ տկար եմ զգում, ես իմ լավագույնը կտամ քեզ And դեր։ it doesn't have to be prayer of trying to fight things and do things in prayer. You're talking to God. Ու կարիք չկա ինչ-որ սենց պատերազմ մղելու, ինչ-որ սենց ուժ ներդնելու, ուղղակի ասել խոսել։ Sometimes I want to say to believers, you know, it's more holy to sleep in God's presence than out of His presence. Երբեմն հավատացյալներին ասում եմ, որ ավելի սուրբ է Տիրոջ ներկայության մեջ քնել, քան թե իր ներկայությունից դուրս։ I've often been in the prayer room, Շատ հաճախ եղել է praying, աղոթքի սենյակում եմ trying to pray, աղոթում եմ կամ and փորձում then I եմ put on some աղոթել, worship. ու ինչ-որ երկրպագություն եմ անում, I'm sleeping. ու մեկ եմ քնամ։ But at least I'm sleeping in God's presence. Բայց քոնը ես Աստծո ներկայության մեջ եմ քնում։ He doesn't get angry. Ինքը չի փարգանում։ He loves you in His presence. Ինքը սիրում է, որ դու իր ներկայության մեջ ես։ But that's where we learn to give sacrificially. Սա ուղղակի սովորել է ոնց որ զոհաբերությամբ տալ։ When I'm weak and tired and I give what I can. Երբ ես տկար եմ, հոգնած եմ, բայց տալիս եմ ինչ որ կարողանում եմ։
I don't just give what is comfortable, I give what is difficult. Ես չեմ տալիս այն ինչը, որ իմ համար հարմարավետ է, այլ տալիս եմ այն ինչը, որ իմ համար դժվար է։ We want God to make it easier. God says there's a reason why it's not easy. Մենք ուզում ենք, որ Աստված ամեն ինչ հեշտացնի, բայց Աստված ասում է, կա պատճառներ, ինչի այդ ամեն ինչը հեշտ չի։ And it grows us. Սա մեզ աճացնում է։ And sometimes God will appear and speak to you in that weak situation, and you will receive something that will bless you the rest of your life. Ու երբեմն հենց այդ տկար վիճակին Աստված կարող է հայտնվի եւ քեզ ինչ-որ բան ցույց տա, որը քեզ կօգնի քո ողջ կյանքի ընթացքում։ I'm trying to teach myself, lean into the weakness. Ես ինձ սովորեցնում եմ, որ ոնց որ սկսեմ հենվել այդ տկարության մեջ։ Feel it fully. Թույլ տամ, որ ես լիարժեք զգամ դա։ Don't try to run away from it. Feel it. Մի փորձի դրանից փախչել։ Live in զգա, it. դրա մեջ ապրի, Because to serve Jesus Christ, we have to be uncomfortable at times. որովհետև Հիսուսին ծառայել նշանակում է ատեններ լինել անհանգիստ կամ անհարմարավետ վիճակում։ And next time it won't distract me so much because it doesn't feel as bad anymore. I'm getting used to being weak. Ու հաջորդ անգամ որ դա լինի, այդքան չեմ անհանգստանա, որովհետև կվարժվեմ դրա մեջ։ Բայց հիմա թողել եմ, կիսատ եմ թողել, որ դատապարտության տակ չընկնեմ։ Դա է հարցս։ Հարցս դա է։ Հա, պետք է աշխարհը ներողություն խնդրեմ էլ իրանից, հարցս դա է։ Որ կիսատ եմ, որ ծոմը կիսատ եմ թողնում։ Այդ ժամանակվա աղոթքը էլի ներողություն։ կիսատ մի թող։ Հա, բայց ասենք թողեցի։ What if you already stopped doing the fast because you feel weak? What do I need to do? You feel content. Like, I didn't do this, I'm not good enough. God doesn't condemn you. I mean the prayer we need to do at that point. Because some people think it's better for me not to do or And to to fail. start and yes, fail. That is, It's like anything in Christianity, we have to grow in it. So we say, sorry Lord, I couldn't get my commitment done, but thank you that I can ask you to help me to grow.